Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am։ Նախորդին սակայն տեսանք նաեւ Փաշինյան Էմանուել Մակրոն հեռախոսազրույց, որը փաստորեն աջակցություն էր հայտնում Հայաստանի այս ժողովրդավարության ճանապարհը, նաեւ այն process-ները, որոնք տեղի են ունենում, ըստ էության Եվրոպան բաց է, դռները բաց են։ Դե մենք տեսանք նաև, որ այսօր Կալասը հստակ ցույց տվեց ամբողջ Եվրոպական միության ուրեմն աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության գործընթացներին եւ վերջին հարձակումները պետության նկատմամբ ըստ էության գնահատվեցին որպես հարձակում ժողովրդավարության նկատմամբ։ Էլ ինչ պիտի անեն եվրոպացի պաշտոնյաները, Եվրոպական միությունը, Ֆրանսիան, որի հետ մենք պահանջում ենք ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաստատում, որ Հայաստանը գործնականացնի իր ուրեմն հարաբերությունները եւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների տեսք տա, իրավական տեսք տա հարաբերություններին Եվրոպական միության անդամ առանձին երկրների եւ մասնավորապես Ֆրանսիայի հետ եւ մենք տեսանք նաեւ, որ Լավրովի այսօրվա հայտարարությունը հապկում, որտեղ մենք մեր անդամակցությունն ենք սառեցրել, հապկը արդեն որոշել է մեր երկրի ներքին իրավական գործընթացներին խառնվել, ըստ էության ոչ մի կերպ չանդրադառնալ ահաբեկչության այն մեղադրանքներին եւ ապացույցներին, որոնք այս պահին մեր բոլորի առջև են, դրա մասին չխոսել, բայց անհանգստանալ եկեղեցու ուղղությամբ այսպես կոչված հարձակումներին, մի բան, որ ընդհանրապես իրականության հետ կապ չունի, բայց զարմանալի է եւ ցինիկ, որ մի երկիր, ով ամենաշատ հարվածներն է հասցրել մեր եկեղեցուն, այդ երկրի արտգործնախարարը որոշել է մեր եկեղեցու պաշտպանությամբ հանդես գալ, սա եւս ես կարծում եմ, որ մեր իշխանությունների կծկտուր կիսատ պրատ քաղաքականության արդյունքն է, որ միջև վերջ նաեւ հապկի հետ հարաբերությունները չենք անմիջապես կտրել, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները չենք կտրել եւ դրանք այդ կառույցների Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր շրջանակ, վերաֆորմատավորված շրջանակ չենք հաստատել եւ նրանք էլ իրենց իրավունք են վերապահում ուրեմն ներքաշվել մեր ներքին հարցերին, ներքաղաքական հարցերին, որքան որ նրանց մենք թույլ ենք տվել, ըստ էության նրանք ահռելի հետախուզական ուրեմն ցանց ունեն այստեղ եւ դրանց գործակիցներն են համապատասխան այն շրջանակները, ովքեր վերջին օրերին, վերջին շաբաթներին ներգրավված էին ներքաղաքական ցնցումների այն վերջին շրջափուլում, որի ականատեսն բոլորս, եւ սա թույլ չտալու միակ ձևը հստակ Հայաստանի արտաքին քաղաքական ուրեմն ուղենիշի վերաբերյալ հայտարարությունն է եւ գործնականացում է այդ ուղղությամբ այն քայլերի, որոնք Հայաստանի Եվրոպական միության անդամակցությունը կդարձնեն անշրջելի։ 26-ից ընդառաջ կարծում եք, որ Ռուսաստանը էլ ավելի է մեծացնելու ճնշումը եւ շատ ավելի գործնական քայլեր են պահանջվում։ Իսկ ինչ է խանգարում դա Ռուսաստանին չանելու։ Մի բան միայն Հայաստանը, քանի դեռ կամքը չի դրսևորել եւ հստակ չի հայտարարել իր Եվրոպական միության անդամակցության հավաքական արևմուտքի հետ իր հարաբերությունները հստակեցնելու եւ իր տնային գրքույկը հստակ ի ցույց դնելու կամ ինչպես Ռուբեն Մերաբյանն է ասում անձնագիրը վերջապես սեղանին դնելու ուրեմն մենք այս վիճակում մշտապես լինելու ենք եւ Ռուսաստանը առիթը բաց չի թողնելու իր հայ լրտեսական դավաճան քաղաքական կամ պսևդո քվազի քաղաքական շրջանակների օգնությամբ Հայաստանի ներքին կյանքը մշտապես ցնցումների տակ պահելու